Սիրելիներ, շարունակում ենք առակներ ուսումնասիրել եւ երկու իրար զույգ կոչվող առակների մասին պետք է խոսենք, գտնված բաների մասին։ Եվ վերնագիրն է թագավորությունը ամենաթանկը։ Հիսուս Մատթեոսի ավետարանի 13-րդ գլխում երկնքի արքայությունը ներկայացնելիս սկսում է բացահայտել շատ դիպուկ կարճ նախադասություններով զույգ առակներ տալով եւ դա դիպտիխ են կոչվում, որտեվ երկվորյակ առակներ են։ Մի ընդհանուր առանցք ունեն, մի ընդհանուր ասելիք ունեն, բայց նաեւ տարբերություններ եւ շեշտադրումներ ունեն։ Եվ շատ քիչ բառեր է օգտագործում Հիսուս, ամենակարևորի վրա է կենտրոնանում։ Բայց շատ հաճախ, երբ որ կարևոր ճշմարտություն ունես շտապ ասելու, քիչ բառեր են պետք։ Շատ բառեր հաճախ գործածվում են, երբ որ ասելիք չկա, երբ որ պետք է թաքցնել, երբ որ պետք է չասել այն, ինչ որ պետք էր ասել։ Հիսուս այստեղ շատ դիպուկ, կարճ, հստակ, բայց նաև շատ գեղեցիկ ձևով նորովի մեզ բացատրում է, թե ինչ է երկնքի արքայությունը։ Առաջարկում եմ, որ ոտքի կանգնենք, ընթերցենք, լսենք Աստծո խոսքը ոտքի վրա, իհարգանք մեր Տիրոջ խոսքերին, հետո աղոթքով անցնենք բուն այս խոսքերի հասկանալուն։ Երկնքի արքայությունը նման է արտի մեջ թաքնված գանձի, որը մի մարդ գտել է եւ թաքցրել։ Նա ուրախությունից գնում եւ վաճառում է իր ամբողջ ունեցվածքը ու գնում է այդ արտը։ Դարձյալ երկնքի արքայությունը նման է մի վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ է որոնում եւ մի թանկագին մարգարիտ գտնելով գնում, վաճառում է իր ամբողջ ունեցվածը եւ գնում է այն։ Ամեն Աստծո խոսքին աղոթենք։ Շնորհակալ ենք Տեր, որ խոսում ես մեզ հետ։ Շնորհակալ ենք Տեր, որ բացում ես խոսքդ։ Շնորհակալ ենք, որ յուրահատուկ կերպով ներկայացնում ես երկնային արքայությունը, ներկայացնում ես քո արքայությունը, ներկայացնում ես քեզ որպես այդ արքայության արքայի։ Այսօր էլ մեզ բաց միտք ու սիրտ տուր, Տեր, եւ օրհնիր մեր բերանի խոսքերն ու սրտի խորհուրդները, որպեսզի ճանաչենք քեզ, գնահատենք քո խոսքը եւ ապրենք քո խոսքով։ Այս ամենը խնդրեցինք մեր Փրկչի Հիսուսի անունով։ Ամեն։ Կարող ենք նստել, սիրելիներ։ Այս պատգամը պատրաստելիս մի պատմություն նկատեցի, թե ինչպես Աֆրիկայում սկսվեց ադամանդյա խելահեղ փնտրտուք ադամանդների 1867 թվականին բուն հայտնագործությունը եղավ։ Հայտնագործությունը այսպես եղավ. մի օրանջ կոչվող գետի ափին պատանիներ, քույր ու եղբայր խաղում էին եւ մի գեղեցիկ քար են գտնում, փայլուն քար։ Ու շարունակում են դրանով շաբաթներով խաղալ, գցել իրար, տուն են տանում, խաղում են, հետո իրանց հորն են ցույց տալիս, որ նա ինչ գեղեցիկ քար են գտել։ Հայրն էլ նայում է, շոշափում, հա, գեղեցիկ քար է, տանում հարևան ֆերմերին է տալիս, ասում է, ինչ գեղեցիկ քար է, չգիտենք ինչ քար է։ Այս ֆերմերը զգում է, որ ինչ որ բան ուրիշ է, շատ սովորական փայլուն քար չէ, մի քիչ ավելի տարբեր է։ Սովորական փոստով այս քարը ուղարկում է իր ծանոթ մասնագետի, որ երկրաբանության դոկտոր էր, անունը Վիլյամ Գիբսոն է։ Այս Վիլյամ Գիբսոնը զարմանում է, որ սովորական ծրարով, նամակով, փոստով այսպիսի քար է ստացել։ Ուսումնասիրում է եւ տեսնում է, որ բարձրակարգ ադամանդ է 21 կարատից ավելի ծանր, բայց առաջինն էր աֆրիկյան մայրցամաքում գտնվել այսպիսի բան։ Երեխաները խաղում էին, տշում էին, ու դրանից հետո սկսում է մի մեծ խելահեղ փնտրտուք ադամանդների ու շատ են գտնում եւ արդեն 100 քանի տարի այդ ժամանակվանից սկսած աշխարհի ադամանդների 65%-ը այդտեղից է դուրս գալիս ու ամենաբարձրաժեք ադամանդները։ Միջև այդ մարդիկ դրանց վրայով քայլում էին, չէին նկատում։ Ճանապարհներին էին, ոտքերի տակ էին, երեխաների ձեռքերում էին, բայց չէին նկատում, չէին գնահատում։ Շատ կարևոր է, որ մենք հաճախ ունենք բաներ ու չենք գնահատում,
Հաճախ ունենք բան, որի արժեքը չենք նկատում, եւ հաճախ մեզ տրված է բան, որ նկատենք, գնահատենք եւ ուրախանանք։ Հիսուս սկսում է ներկայացնել այս առակները, զույգ առակները, երկվորյակ առակները, բայց մի ընդհանուր գիծ դնելով, ասում է երկնքի արքայությունը նման է, ոչ թե ուղղակի այդպիսին է, բայց անբացատրելի ճոխ է։ Չեմ կարող ձեզ պարզ բացատրել, թե դա ինչ է, բայց նմանություն կա մի գծի մեջ, որ թաքնված գանձ կա։ Այս գանձ բառը, երբ որ հունարենով նայեք, սա սովորական, ասենք, ոսկիների թաքցված ինչ որ քանակի մասին չի, շատ ավելիի մասին է, որովհետև նման բառ գործածում էին թագավորական գանձարանի մասին։ Այդ թեզարիոս բառը, որ նկարագրում էր մեծ շքեղ հարստություն, այսինքն ոնց որ եթե թագավորությունը դա այդ երկրի ազգային բանկը կարծես լինի, պետական ամբողջ գանձարանը լինի։ Եվ այս մարդը արտ էր վերցրել, աշխատում էր, ինքը հույս չուներ ինչ-որ բան գտնել, ինքը հույս ուներ, որ կցանի, կվարի, կաշխատի, ակոսներ կփորի, գործ կանի, վերջում բերք կստանա Աստծո ողորմությամբ, իր ընտանիքը կկերակրի, ինքը չուներ էլ արտ սեփական, ընդամենը վարձակալել էր ուրիշի արտը, որ այդտեղի բերքով ինքը ապրի։ Սա ընդունված պարզ իրականություն էր այդ ժամանակ։ Քրտնաջան աշխատում էր, բայց նկատեց, որ այլ որակ կա այդտեղ։ Տեսավ մի բան, որ չէր տեսել իր կյանքում։ Նկատեց մի կարևոր երևույթ, որ իր համար մեծ արժեք ուներ։ Եվ ինչ արեց։ Թողեց ամեն բան։ Վազեց ու սկսեց վաճառել ինչ որ ունի։ Ամեն ինչ որ ուներ սկսեց վաճառել, այն հույսով, որ գոնե կբավականացնի այդ արտը գնել, որի մեջ շատ ավելին կա, որ արդեն սեփականատերի իրավունքով կարողանա վերցնել, այն արդեն իրեն կպատկաներ։ Այստեղ շատ կարևոր եւս մեկ բառ կա հունարենով, որ ասում է ուրախությամբ։ Աուտոտես խարիս, այսինքն ինքը ուրախությունից մղվեց։ Ուրախությունն էր ամբողջ մղիչ ուժը, ոչ թե կորստի վախը, ոչ թե փառք ունենալու մղումը, այլ զուտ ուրախությունը, մեծ ուրախությունից մղված սկսեց գործ անել, վազեց ու սկսեց փոփոխություններ բերել, սկսեց մղված գործունեություն, առանց նայելու ինչ ունի, ինչ չունի, ամեն ինչ պատրաստ էր վաճառել, ամեն ինչ պատրաստ էր մի կողմ դնել, որ ունենա այն ինչ որ այդտեղ թաքցված է, ամենամեծ ուրախությունը։ Երբ որ մենք ապրում ենք այս կյանքում, մենք ունենք փնտրտուքներ, մենք ունենք առաջնահերթություններ, հաջողություն ենք փնտրում, վատ բան չի, ապահովություն ենք փնտրում, մանավանդ երբ որ անապահով ժամանակաշրջաններում ենք ապրում, երբ որ ակտիվ պատերազմի փուլում էինք, ամենաշատը ապահովություն էինք խնդրում, երբ որ COVID-ի փուլում էինք, առողջություն էինք փնտրում, կամ ամեն մարդ, երբ որ ծանր վիճակով անցնում ինքը կամ հարազատը, առողջության փնտրտուքի մեջ է, երբ որ դա չունի, մնացած բաներն են խամրում։ Եվ այդպես տարբեր կյանքի փուլերում տարբեր բաներ ենք շատ փնտրում, շատ փափագում, սեր ենք փնտրում գրեթե միշտ տարբեր ձևերով։ Ճանաչում, գնահատված լինել, հարգանք, տենց բաներ ենք փնտրում մենք։ Մարդն էլ փնտրում էր, որ բերք ստանա այդտեղից, ընտանիքին պահի։ Եվ կարող էր այդ գանձը չնկատել ու կարող էր այդպես, ինչպես մարդկության 80% այդ ժամանակ, հանգիստ աշխատեր, բերք աճեցներ, մի օր լավ, մի օր վատ, յոլա գնար, կապրեր, բայց այդ ուրախությունը ու այդ մեծ գանձը չէր շահի։ Հիսուս հստակ պատկեր է բացում, որ երկնքի արքայությունը մի այլ որակ ունի, մի այլ ճշմարտություն ունի իր մեջ, մի այլ բավարարման ուժ ունի, որ երբ որ գտնում ես այդ գանձը, էլ չես սկսում սակարկել, միգուցե մի շապիկս չվաճառեմ, միգուցե հողաթափերս, որ
պապիկից սա մնացել գեղեցիկա պահեմ, այդ մեկները վաճառեմ։ Չես սակարկում, գիտես, որ ինչ էլ ունես բավական չի հերիքում, չի համեմատվելու։ Երանիդ հետ ունեցածով կարողանաս ինչ-որ մի բան վճարել, այդ արտը առնել, բայց գիտես, որ բավարար չի միևնույնն է։ Ուրեմն ինչ-որ ունես, փորձես առանց սակարկելու տալ, ստանալու ամենաճոխը, ամենաթանկը, ամենահարուստը, ամենապատվականը, ամենագեղեցիկը, ամենաբերկրալին, որից հետո էլ երբեք խնդիր չես ունենա, երբեք պակասություն չես ունենա, երբեք պրոբլեմ չես ունենա։ Ուրեմն սակարկությունը սկսվում այն ժամանակ, երբ որ մենք չենք գնահատում, չենք նկատում, չենք ճանաչում դրա արժեքը։ Եվ խնդիրը այն է, որ ոչ թե կորուստ է սա կորցրեցի ունեցածս տալով, այլ փոխանակում է շատ քիչը շատ մեծի հետ։ Փոխանակում է քո ոչնչությունը ամենաճոխի հետ։ Եվ դրա համար մեծ ուրախությամբ մղված արեց։ Ոչ թե կորստի վախից, ոչ թե սպառնալիքի տակ, ոչ թե ինչ-որ ճղճիմ շարժառիթներով, այլ ամբողջական մեծ ուրախությամբ։ Սա զոհաբերության ակտ ունի իր մեջ, բայց գիտակցված և ուրախությունից մղված զոհաբերություն է։ Սա զոհաբերություն է ուրախությունը բազմապատկելու համար։ Նա գտել է մի բան, որ անհամեմատ ավելի արժեքավոր է, քան այն ամենը, ինչ իր շուրջը երբևէ եղել է, երբևէ ինքը տեսել է, պատկերացրել է։ Ուրեմն, երբ մարդ ճանաչում է Քրիստոսին, այլևս հարց չի տալիս, արժե կյանքս փոխեմ, արժի կուռքերս տապալեմ, արժի սրանից էլ հրաժարվեմ, նրանից էլ հրաժարվեմ, արժի թարգեմ ես ինչ վատ սովորությունը կներեք խոսակցական բառի համար, բայց շատ դիպուկ է, արժի, որ 10% տանեմ, էլ արժի հարց չկա, ամեն ինչ արժի, որովհետև ամենաթանկ գանձն եմ գտել, բայց եթե չես զգացել դրա ամենաթանկ լինելը, և հրեաները Հիսուսին հենց այդ հարցերով էին գալիս, իրենք փնտրում էին Աստծո արքայությունը, որովհետև հասկանում էին, որ Մեսիայի գալստով սա պետք է գա, բայց չէին հասկանում սրա արժեքը, գինը և գալու ձևը, չէին հասկանում այդ թաքնված գանձը, որ իրանց մեջ է, չէին հասկանում այդ գանձի համար ինչպիսի ուրախությամբ պետք է նետվեն, այլ ուզում էին, որ իրենց ուզած գանձը առանց փոխանակման, իրենց չափանիշներով իրենց սկսի տալ այն, ինչ որ իրենք են ուզում, ոչ թե ինչ որ թագավորության չափանիշներն են պահանջում։ Ուրեմն հաջորդ կարճ նախադասության մեջ 45-ից 46-րդ համարներում Հիսուսն ասում է երկնքի արքայությունը դարձյալ ասում է նման է մի վաճառականի։ Վաճառական բառն էլ սովորական առևտրականը չի, այլ համաշխարհային մակարդակի վաճառական, մեծ վաճառական, բառը, որ գործածում է հունարենով նշանակում է, որ այդ մակարդակների մեջ գերագույն դիրքի վաճառականն է սա։ Եվ այս վաճառականը գիտի, մասնագետ է իր գործն է լավագույնը փնտրել, ինքը փնտրում է, գեղեցիկ մարգարիտներ է որոնում, ամբողջ աշխարհով կապեր ունի, որտեղ մեկը լավ մարգարիտ վաճառի, ինքը ուզում է իմանալ, որ արդյոք ամենալավն է, դրանից լավը կա, չկա և փորձում է գտնել լավագույնը։ Ինքը այդ պրոցեսի մեջ է, կարող է գտնել, կարող է չգտնել, մի քիչ լավ, մի քիչ վատ, դրա մասնագետն է, դրանով է ապրում, դրանով է հարստացել, բոլորը իրեն են դիմում, բոլորը իրենից են արժեքը հարցնում մեղածի, բոլորը չափազանցված եմ ասում, բայց տարածված երևույթ է որպես բարձրագույն գիտելիք ու մակարդակ ունեցող մասնագետի։ Եվ մի թանկ մարգարիտ գտնելով, գնում, վաճառում է իր ամբողջ ունեցածը և գնում այդ։ Սա արդեն շատ հարուստ էր, շատ բաներ ուներ,
եւ նպատակաուղղված փնտրում էր։ Տեսնում եք, որ երկնքի արքայությունը նման է, դարձյալ նման է զույգ առակներեն, բայց նաեւ շեշտակի տարբերություններ ունեն։ Մեկը հեչ հույս չուներ, չէր էլ մտածել դրա մասին, արդ էր մշակում, մեկը նպատակաուղղված փնտրում էր մի բան, որ իր կյանքի երազանքն էր։ Փնտրում էր փիլիսոփայության մեջ ենք մենք փնտրում ենք գաղափարախոսությունների մեջ, հաճախ տարբեր գրքեր ենք կարդում, որոնց մեջ պատասխաններ ենք փնտրում մեր հարցերի։ Եվ այդպես շարունակ, սպորտի մեջ կարող է փնտրենք երջանկություն, կողակցի մեջ կարող է փնտրենք երջանկություն, ընտանիքի մեջ կարող է փնտրենք երջանկություն, բավարարում, գնահատված լինել, լավ պետության մեջ ապրելու մեջ, քաղաքական շարժումների մեջ, առաքելությամբ ինչ-որ մի բան անելու մեջ լավ ուսուցիչ լինել, լավ բժիշկ լինել, այդպես բերել մարդկության մեջ արժեքներ, որակներ եւ բավարարված լինել։ Փնտրում ենք մարգարիտ։ Եվ ասում են, որ հին աշխարհում կային շատ մեծ ու շատ թանկ գնահատվող մարգարիտներ եւ Կլեոպատրան մի քանի այդպիսի մարգարիտ ուներ եւ ասում են, որ մի մարգարիտով կարողացել են Հարավային Աֆրիկայում պետություն գնել 17-րդ դարում։ Այսինքն ահռելի գին ունեին այդ մարգարիտները, որովհետև դրանք էր ամենաթանկը համարվում։ Ուրեմն այս վաճառականը, երբ որ գտնում է իսկապես մեծ, գեղեցիկ, բնական, թանկարժեք մարգարիտ, իր ամբողջ հարստությունը հասկանում է, որ ոչնչություն է սրա դիմաց։ Մի անգամից վաճառում է էլի իր ամբողջ ունեցածը, որ այդ մեկ լավագույնը ունենա։ Մի թանկ մարգարիտ գտնելով գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը եւ գնում այն։ Էլի նույն զոհողությունը կա։ Այստեղ ուրախություն բառը չկա գործածված։ Բայց մենք հասկանում ենք, որ ինքը այնքան էր սпасել, այնքան էր պայքարել եւ էլի հույս միգուցե չուներ, որ նմանը կգտնի։ Իր ամբողջ կյանքում գտածները հարյուրապատիկ, հազարապատիկ ավելի անարժեք էին սրա համեմատ։ Բայց հանկարծ գտելա մեկ բան, որ իր ամբողջ ունեցած հարյուրավոր մարգարիտներ իրար գումարած ոչնչություն են այդ մեկի համեմատ։ Ուրեմն մղված նպատակային նույն գործողությունն է անում, ինչ որ առաջինը, ամեն բան վաճառում է, ամեն բան մի կողմ է դնում, ամեն ինչից հրաժարվում է, ամեն երկրորդական դարձնում է ոչնչություն, որ ունենա միակը, կատարյալը, ամբողջականը։ Հիսուս շատ հստակ է պատմում, այս երկու նախադասությամբ շատ կոնկրետ է ասում։ Համեմատություն է դնում, առաջինը չէր փնտրում, բայց գտավ, այս մարդը փնտրում էր եւ գտավ։ Աստված յուրահատուկ է գործում յուրաքանչյուրիս կյանքում։ Մեկը բուդդիզմի, յոգայի ճանապարհով ինչ որ բաներ է փնտրում, կորցված է։ Փնտրում է ճշմարտություն, բայց Աստված ողորմում է եւ շնորհում է իրական ճշմարտությունը տեսնել։ Քրիստոսի շնորհով, Քրիստոսի նվերով տեսնում է իրական արդարության ճանապարհը, միակ ճանապարհը Քրիստոսով դեպի երկինք տանող, ու դրանից հետո մնացած ամեն ինչ դառնում է զրո ու ոչնչություն։ Մյուսը ուրիշ ճանապարհով է գնում, ազգային արժեքներով եւ այլով, փնտրում է ճշմարտություն, ինչպես այս մարգարիտ փնտրողը։ Բայց երբ որ գտնում է իրական ճշմարտությունը, եւ սա էլ է նույն շնորհը, նույն ողորմությունը ինքը կարող էր երբեք չգտնել։ Ինքը կարող էր նպատակաուղղված փնտրել, բայց չգտներ։ Այդ գտնելն էլ էր իր համար նույնքան զարմանալի, հրաշք, պատահական, շնորհ, ինչպես որ առաջինի համար արտի մեջ գտնելը։ 100 հազարավոր արտեր առանց գանձի էին։ Եվ այդ մարդը կարող էր ամեն տարի այդ նույն արտը մշակել ու չգտնել։ Բայց գտավ, նա էլ գտավ մարգարիտ, երբ որ հույս չուներ այդպիսինը գտնել։ Գտավ ու ամբողջական ամեն ինչ կորցրեց, դրեց մի կողմ, որ դա ունենա։ Աստծո արքայությունը ամենաթանկ արժեքն է, Հիսուս այսպես է ասում։ Այն ավելի արժեքավոր է, քան քո ունեցվածքը։
Ինչ ունենք մենք։ Մի քանի բաներ ունենք, որից հոգնել ենք, որ փափագում ենք։ Մի քանի բաներ ունենք, որ եթե ունենայինք, հաստատ լավ կլիներ, բայց դա չի։ Այդ ամենը ոչնչություն է, երբ որ մենք չենք գնահատում այն, ինչ որ ունենք, ու էլի ոչնչություն է, երբ որ գնահատում ենք այն, ինչ որ ունենք։ Երբ որ մենք փրկության հույսը չունենք, հավիտենական կյանքի մեջ չենք, էլ ավելիով կյանքը, որ Քրիստոս խոստացավ չունենք, ինչ ունենք, մնացած ամեն ինչ անարժեք է, չի կարող բավարարել այն դատարկությունը, որ նախասահմանված է Աստծո տիրապետության համար։ Մեր մեջ դրված է փնտրելու մղումը, փնտրելու այդ ճոխությունը, այդ մղումը դրված է, այս սկզբան է, եթե ուզեք ասեք մեր գենետիկ կոդի մեջ է դրված, յուրաքանչյուր անհատի, յուրաքանչյուր անձի, յուրաքանչյուր մարդու, ինքը ծնվում է, սկսում է փնտրել հետաքրքրություն, սկսում է փնտրել գեղեցկություն, ուրախություն, ճշմարտություն, այդ ամբողջը Հիսուս ասում է Աստծո արքայության մեջ է տեղավորված։ Դուք այդ փնտրելու մղումը ունեք, որ Աստծուն փնտրեք։ Պողոս առաքյալը Արեոպագոսում 17-րդ գլուխ գործք առաքելուց ասում է բոլորը փնտրելով են, փնտրում են, թերևս գտնեն նրան, բայց նա մեզնից հեռու չէ։ Դա նպատակն է մարդու։ Եվ դրա համար սա չեր էլ փնտրում գտավ, նա փնտրում էր գտավ, բայց գտնելուց հետո քայլ արեցին, ռադիկալ քայլ արեցին, բայց սա ուրախությամբ քայլ էր, ոչ թե վախից։ Շատ տեղերում մեզ մղում են քայլ անել վախից, եթե չանես, այսպես կլինի, չես օրհնվի, սենց կլինի, չէ, եթե անես, կունենաս այն ամենամեծ ճշմարտությունն ու ճոխությունն ու ուրախությունը, որ ուրիշ ոչինչ քեզ չի տալու։ Սա ռադիկալ, ծայրահեղ, կտրուկ որոշում է, սրա սկիզբը ապաշխարությունն է, այս որոշումը ապաշխարություն է նշանակում, աշխարհից հրաժարվելու որոշում է նշանակում, քո այդ աշխարհիկ փոքր ունեցվածքից կտրուկ հստակ հրաժարվելու որոշում է նշանակում, ապաշխարությամբ դու ընդունում ես Քրիստոսի Տեր լինելը, այդ արքայության իշխանին, Տիրոջը, արքային, ընդունում ես իրեն որպես քո Տեր, ընդունում ես իրեն որպես քո համար խաչված, քո համար կյանքը տված փրկիչ։ Այս մոդելով Աստված ինքը շարժվեց։ Երբ որ տեսավ խնդիրը, ամեն բան թողեց։ Հիսուս ինքը ամեն բան թողեց, բայց նաև Սուրբ Երրորդության կտրվածքով Աստծոյություն, եթե նայենք, ինքը իր ամենաթանկը տվեց, որպեսզի մենք ամենաթանկը ունենանք։ Ուրեմն ապաշխարությամբ մենք քայլն ենք անում այդ ամենաթանկը մերը դարձնելու հրաժարվելով, ինչ որ ունենք դրանից հրաժարվելով, աշխարհից հեռանալով։ Երբ որ մենք նայում ենք հոգևոր հերոսներին, տարբեր իմաստով հոգևոր հերոսներին, ասենք նայում ենք Պողոս առաքյալին, ինքը գրում էր, որ երբ որ Քրիստոսի հետ հանդիպեցի, մնացած իմ ամբողջ ունեցվածքը, եւ դա հստակ էր, ինքը ուներ լավ կրթություն, լավ համբավ, նախանձախնդիր ծառայություն հոգևոր իմաստով, ուներ լավ ժառանգական պատիվ գիծ, ուներ ունեցվածք, փեշակ, ուներ քաղաքացիություն Հռոմի, շատ թանկ բաներ են ժամանակ, ուներ պաշտպանություն, ազգային, ամեն ինչ աղբ համարեց, այդ ամենը թրիկ համարեց, բառացի ասված թրիկ, որպեսզի Քրիստոսի շահը գերակա է եւ դրանով ապրի։ Հենց սա այդ ռադիկալ որոշումն էր ապաշխարության, թողնել ամեն բան, որ Քրիստոսով ապրեմ, թողնել ամեն բան, որ Քրիստոսի արքայությունը իմը լինի, որ Քրիստոսի արքայության մեջ լինեմ եւ այնտեղ բավարար տեղ կա յուրաքանչյուրի համար։ Մովսեսի մասին, երբ որ հիշվում է
Եբրայեցիս գրքում Եբրայեցիս 11:24-ից 26-ով ասում է. հավատով էր, երբ Մովսեսը մեծացավ, հրաժարվեց Փարավոնի դստեր որդին կոչվելուց։ Նա նախընտրեց Աստծո ժողովրդի հետ չարչարվել, քան թե միառժամանակ մեղսավոր վայելքներ ունենալ։ Քրիստոսի նախատինքը Եգիպտոսի առատ գանձերից ավելի մեծ հարստություն համարեց, որովհետև վարձի հատուցումն էր ակնկալում։ Հենց այս նույն բառամթերքն է։ Գանձեր կային, շատ գանձեր կային Եգիպտոսում, աշխարհակալ տերություն էր, եւ ինքը սրա մեծ մասին կարող էր տիրանալ, միգուցե կարող էր ինչ որ հեղափոխությունների կամ շարժումների արդյունքում դառնալ փարավոն, բայց ինքը նախընտրեց չարչարվել։ Քրիստոսի նախատինքը արդեն իսկ իր համար հստակ էր մարգարեական իմաստով։ Սա չարչարանք է, սա չգնահատված լինելա, սա նույնիսկ դիրք է, որ եթե այս ժողովրդին պետքա կործանես, ես էլ չեմ ուզում, ինձ էլ կործանիր։ Ռադիկալ որոշումը ոչինչ չունենալու առանց Քրիստոսի։ Եթե դու մեր հետ չես գալիս, ես էլ չեմ գալիս։ Աստծո հետ քայլելու որոշումը, այո ընկնելով, այո մեղք գործելով, բայց բարձրանալով Աստծուն վստահելով։ Մովսեսը ունեցավ այդ կտրուկ, ծայրահեղ հստակ որոշումը հրաժարվելու Եգիպտոսից։ Եգիպտոսը դժվար դուրս եկավ իրենց միջից։ Գրեթե դուրս չեկավ 40 տարի մի ամբողջ ժողովրդի միջից, միայն 2 հոգու միջից դուրս եկավ այդ Եգիպտոսի ստրկական մտածելակերպը։ Բայց Մովսեսը հրաժարվեց այդ փառքից Քրիստոսի նախատինքի համար։ Մենք ինչից ենք հրաժարվել։ Արդյոք հրաժարվել ենք իսկապես։ Դե մի երկու մարգարիտ պահել ենք սև օրվա համար, թող Քրիստոսն էլ լինի, աշխարհն էլ լինի։ Այսպես փորձենք մի քիչ աշխարհում, մի քիչ Քրիստոսի մեջ քայլելով առաջ գնալ։ Երբ որ հարց ենք մեզ տալիս այս որակի, այս նպատակի, հաճախ նկատում ենք, որ չենք ունեցել այդ որոշումը ամեն ինչից հրաժարվելու։ Հաճախ նկատում ենք, որ այդ թանկ գանձը մենք չենք գտել։ Մեզ պատմել են, որ ինչ որ միտեղ, ինչ որ մի թանկ գանձ կա, բայց դա մերը չի դարձել։ Մենք որոշում չենք կայացրել այդ գանձը մերը դարձնելու։ Մենք դեռ փնտրում ենք ինչ որ մի գանձ, ինչ որ մի տեղում։ Հիսուսն ասում է՝ դու աշխատում ես, հույս չունեիր գանձ գտնելու, ընտանիքդ էիր պահում, լավ էիր անում, բայց երբ որ գտել ես այդ գանձը, հետ մի նայի, մի կասկածի, գնա քայլ արա ու այդ գանձը քոնը դարձրու, այդ գանձի ուրախությամբ ապրիր, ամբողջ կյանքդ ու հավիտենական այդ ուրախությունը քեզ բավական կլինի։ Ուրախությունը թող քո մղիչ ուժը լինի։ Հստակ որոշումը թող քո մղիչ ուժը լինի։ Անբեկանելի որոշումը թող քո մղիչ ուժը լինի։ Առակացում, ինչպես Արկադի եղբայրը հիանալ ընթերցեց, այդ գանձն է նկարագրված, այդ իմաստությունն է նկարագրված, այդ որոշումն է նկարագրված, այդ շահն է նկարագրված, որ իմաստության իմաստով է։ Դրա մեջ շատ բան է պարփակված։ Երանելի է այն մարդը, որ իմաստություն գտա, որովհետև նրա շահը արծաթի շահից լավ է, նա թանկարժեք մարգարիտներից էլ առավել է։ Հիսուս երբ որ պատմում էր այս առակները եւ օգտագործում էր այս բառամթերքը, Առակած 2-րդ եւ 3-րդ գլուխներում այդ նույն բառամթերքը կար։ Հասկանում էին լսողները ինքը ինչ է ասում։ Արդյոք մենք հասկանում ենք մեզ այսօր Աստված ինչ է ասում։ Կա գանձեր, կա ճշմարտություններ, բայց կա միակ ճշմարտություն, միակ գանձ, որ դրանք անհամեմատելի են։ Այդ գանձի ու այդ ճշմարտության գնով նոր որոշվում են մնացած ճշմարտությունները, դրանց իսկությունը։ Շատ գեղեցիկ գրքեր են գրվում, դրանք կարևոր են, շատ լավ արվեստի գործեր են դուրս գալիս, դրանք կարևոր են։ Մարդկությունը շատ հետաքրքիր բաներ է նախաձեռնում, բայց դրանց լավ լինելը չափվում է Աստծո ճշմարտության համեմատ, Աստծո արքայության բերած ուրախության համեմատ դրանց լավ լինելն ու վատ լինելը։ Եվ դրա համար Հիսուսն ասում է, որ մենք Պողոսի նման մտածենք, այն ինչ ինձ համար շահ էր, Քրիստոսի համար
աղբ համարեցի։ Քրիստոսի համեմատ դրանք ոչինչ դարան։ Եսայի մարգարեն 55-րդ գլխում 1-3 համարներում ամբողջը չընթերցեմ, ասում է. ով ծարավ է, եկեք ջրի մոտ, եկեք առանց արծաթի եւ առանց վճարի շահեք, ունեցեք այդ մեծագույն ամենաթանկ բանը, իրականում նույնիսկ առանց որևէ բան տալու է մեզ տրվում, բայց որոշումով, հրաժարվելու որոշումով, որովհետև իրականում այն ինչ որ ունենք, էլի մերը չի։ Այն ինչ որ մեզ տրված է, էլի շնորհով տրված է, արևն էլ, բնությունն էլ, օդն էլ, տունն էլ, ընտանիքն էլ, հագուստն էլ, գումարն էլ, աշխատանքի հնարավորությունն էլ, տեսնելու հնարավորությունն էլ, ամեն ինչ մեզ շնորհով տրված է, էլի մերը չի։ Բայց երբ որ դրանք ծառայում են աշխարհին ու մեզ քաշում են դեպի աշխարհ, մեզ առօրյա շրջապտույտի մեջ են պահում, որ մենք Աստծուն չնկատենք, Աստծո արքայությունը որպես գանձ չտեսնենք, որոշումը հենց այստեղ է, որ սրանից հրաժարվի, սա կտրի ու դեն գցի, որ տեսնես ամենաճոխը, որ ապրես ամենաճոխով, որ ունենաս։ Դրա համար նույն բառամթերքը Հիսուս օգտագործում է Մատթեոս 6:21-ում, ասում է, որտեղ քո գանձն է, հենց այդ թանկարժեք գանձ, պետական գանձարան նույն բառի նման այդ մեծ գանձի մասին, այնտեղ էլ քո սիրտը կլինի։ Որտեղ է քո գանձը։ Այնտեղ էլ քո սիրտը կլինի, ուրեմն որոշումների կայացման մեխանիզմը այդպես կգործի։ Դու առաջնահերթություն կդարձնես դա ու միգուցե դա քեզ ուրիշ տեղ տանի։ Որտեղ քո գանձն է, այնտեղ էլ քո սիրտը կլինի։ Նախ խնդրեք Աստծո արքայությունը, հետո նոր մնացած բաները իրենց տեղում կլինեն։ Նախ խնդրեցեք սա։ Ղուկաս 14:3-ում ասում է, ով ձեզանից չի հրաժարվում իր ամբողջ ունեցվածքից, չի կարող իմ աշակերտը լինել։ Աշակերտ լինել նշանակում է արքայության մեջ լինել։ Եվ ով չի կարողանում հրաժարվել իր նավակից, իր արտից, իր մարգարիտներից, չի ուզում աշակերտ լինել, ուզում է ինչ-որ լավ բաներ իմանալ, բայց ամբողջական ճշմարտության մեջ չի կարողանում ընկղմվել, որովհետև այդ հինը պահում է դեռ կպած Եգիպտոսի սոխու սխտորին, պահում է դեռ կպած Եգիպտոսի ստրկական աշխատանքին, բայց քեզ թվում է, թե դա էր օրհնությունը։ Աչքերդ փակ, սիրտդ փակ։ Սիրելիներ, այս առակներով Հիսուս մեզ շատ հստակ գծի մեջ է պահում։ Թագավորությունը ամենակարևոր բանն է։ Ոչ թե պարզապես ինչ-որ մի կարևոր բան է, ամենակարևոր բան է։ Թագավորությունը այնքան արժեքավոր է, որ դրա կողքին մնացած ամեն ինչ երկրորդական է դառնում։ Քրիստոնեական կյանքը սկսում է ոչ թե միայն կարգապահությունից, լոզունգներից, լավ բառամթերքից, այլ հիացմունքից, այդ ուրախությունից, սա Աստծո արքայությունն է, այստեղ Քրիստոսն է թագավորում, այստեղ Քրիստոսի սերն ու ճշմարտությունը կա, այդ հիացմունքից է սկսում, հետո նոր դրանից բխում են արդեն լավ որոշումներ, նվիրյալ ծառայություն, որևէ ոլորտում, որ Տերը վստահել է, պարտադիր չի միայն եկեղեցում, ամենուրեք մենք կանչված ենք աղ և լույս լինելու, լավ հաշվապահ լինելով, Աստծո արքայությունն ես տարածում քո շուրջը, լավ բժիշկ լինելով, լավ բուժքույր լինելով, լավ ուսուցիչ լինելով, լավ վարորդ լինելով, լավ մայր, լավ ամուսին, լավ զավակ, լավ քաղաքացի, լավ փողոցը մաքրող, ինչ էլ որ անում ես սիրով, լավ, այս հիացմունքից, որ ես ունեմ ամենաթանկը, հիմա ինչ որ անում եմ ուրախությամբ, անում եմ, որտեղ արդեն ամենաթանկը ունեմ, սա պարզապես անում եմ որպես առաքելություն, աղ և լույս լինելու առաքելություն, որպես Քրիստոսի աշակերտ, փողոցը լավ մաքրում եմ, սա մեծ օրհնություն է ու մեծ ուրախություն է, անպատվաբեր ոչինչ չկա, որովհետև լավ մաքրելով փողոցը ես ուղղակի նպաստում եմ Աստծո գործին, ուղղակի համագործակցում եմ Փրկչիս հետ,
ուղղակի համագործակցում եմ տիեզերքի արարչի հետ, ով քաոսը դադարեցրեց եւ մեզ կանչեց քաոսը դադարեցնելու։ Երբ որ ես լավ եմ մաքրում, քաոսը դադարեցնում եմ։ Երբ որ վատ եմ մաքրում, քաոսը ավելացնում եմ, որտեղ ինձ վստահվածի մեջ անհավատարիմ եմ լինում։ Եվ սա կարող եք պրոյեկտել մեր յուրաքանչյուր առաքելության, որովհետև ինչ էլ որ որոշել եմ անեմ, դա կոչում է եւ առաքելություն է։ Եթե վատ եմ անում, որպես տաքսու վարորդ, եթե վատ եմ անում, իմ առաքելության մեջ տապալված եմ։ Եթե լավ եմ անում, որակյալ չափանիշներին համապատասխան օրհնություն եմ դառնում։ Սիրելիներ, դրա համար քրիստոնեական կյանքը սկսում է ոչ թե միայն կարգապահությունից, այլ հիացմունքից։ Եկեք հիացած ապրենք մեր Փրկչով, իր բերած արքայությամբ, իրենով բացված արքայության մուտքով Քրիստոսով։ Ամեն։